Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Պայթյուն Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժարանի տարածքում կա զոհ և վիրավոր։ Մատով հրեց Արցախի դրոշը, ասաց վերցրեք էստեղից։ Սարդարապատի դպրոցի արդեն նախկին տնօրենը ինչ մանրամասներ է հայտնել։ 18-ամյա Դավիթ Մինասյանը երկրորդ գիշերն է անցկացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկում, փաստաբանը պահանջներ է ներկայացրել։ Իրանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 3 աշխատակից է զոհվել, Իրանի նախագահը դիմել է միջազգային բժշկական կառույցներին։ Պաշտպանության նախարարության զորավարժարանի տարածքում տեղի ունեցած դեպքը ողբերգական ավարտ է ունեցել։ Մահացել է պայմանագրային զինծառայող։ Դեպքի առթիվ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննությունը իրականացվում է 2 հոդվածներով՝ զինվորական պաշտոնեական անփույթության և զենքի կամ ռազմական տեխնիկայի հետ վարվելու կանոնների խախտման հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել։ Դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հայտարարել է, որ պաշտոնը կարող է ժամանակավոր լինել, բայց հայրենիքի նկատմամբ հավատը ոչ։ Նրա խոսքով այդ դրոշը պարզապես խորհրդանիշ չէ, այլ հիշողություն ու պատգամ այն հերոսների մասին, որոնց անուններով մեծանում են աշակերտները։ Նա նաև դիմել է Արմավիրի մարզպետին։ Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները։ Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ, այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ գրված մերօրյա հերոսների ձեռքով։ Ես հպարտ եմ իմ աշակերտներով։ Նրանք ապացուցեցին, որ մեր տարիների աշխատանքը զուր չի անցել։ Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից։ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը, բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից։ Ես միացել եմ Ուժեղ Հայաստան թիմին, որովհետև տեսնում եմ, որ այսօր մեր երկրի օդ ու ջրի պես պետք է պայքար հանուն արժեքների, հանուն սրբությունների և հանուն մեր երեխաների ապագայի։ Ես շարունակելու եմ իմ պայքարն արդեն որպես ազատ քաղաքացի, սատարելով յուրաքանչյուրին, որը չի վախենում տեր կանգնել մեր ինքնությանը։ Սմբատյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ իր ազատման պատճառը հենց Արցախի դրոշը չէ, թեև դա կարող էր առիթ դառնալ։ Սմբատյանն ասում է, պաշտոնապես իրեն ազատել են անվստահության հիմքով աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով, բայց վստահ է, իրական պատճառները այլ են։ Նրա խոսքով մինչ այդ դպրոց այցելած մարզպետի հետ հանդիպման ժամանակ ինքը բացահայտ քննադատական դիրքորոշում է հայտնել իշխանության հասցեին, ինչից հետո նաև սպառնալիքներ է ստացել։ Սմբատյանի խոսքով մարզպետը հաջորդ օրը դպրոցում ներկայացրել է նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և մատով ցույց տալով դրոշը ասել, որ այն պետք է հանել։ Իսկ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ իրավիճակը շարունակում է քննարկումների թեմա մնալ։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ Դավիթին տեղափոխել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Նրա խոսքով Դավիթը քարկտիկ է դարձել։ Հիշեցնեմ, որ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է և արդեն երկրորդ գիշերն է անցկացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Երեկ երեկոյան նրան տեսակցել են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանն ու Լուսինե Մարտիրոսյանը։ Վերջինիս խոսքով տղայի առողջական վիճակը լավ չէ։ Փաստաբաններն արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել, պահանջելով ազատ արձակել երիտասարդին։ Նրանք պնդում են, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Միևնույն ժամանակ նրա կալանքի դեմ բողոքի ալիք է բարձրացել նաև հասարակության շրջանում։ Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով ազատ արձակել նրան։ Մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Իսկ ձեր դասընկերոջ վերագրվող մեղադրանքները այդքան երկար սովորել եք, որքանով է համապատասխանում։
Իմ կարծիքով ոչ մի կերպ, քանի որ նա արտառոց ոչ գրվարար է եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է եղել եւ այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել։ Նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևորել արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Տեսեք, կալանքը 2 ամսով Այո։ Դավիթին չազատեն այդ կալանքից։ Ձեր այս ակցիաները ամենօրյա բնույթ են կրում։ Այո, կրելու են մինչև այդ կալանքը փոխվի կամ գոնե տնային կալանք տրվի, ինչ որ գործողություններ լինեն, քանի որ այդ ամեն ինչը դրսևորում է, մենք գիտենք մեր Դավիթին եւ գիտենք ինչպես է իրավիճակը, ինչ դրսևորում պետք է լինի եւ մեր պահանջը նույնպես գիտենք։ Մամակից ինչ ակնկալիք ունեք, որ գրասենյակի դիմաց եք ակցիա անում։ Մեր ակնկալիքը հետեւյալն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին 3 անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ըստ էության կարծես պաշտպանել է իր անվտանգության ծառայության աշխատակցին եւ արդարացրել նրա գործողությունները։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի։ Նույն ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը խոսել է նաև Մոսկվա կատարած աշխատանքային այցի մասին։ Այցից 1 օր անց նա ամփոփել է մոսկովյան բանակցությունների արդյունքները իր եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը գնահատելով հաջողված։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված եւ այցը գնահատում եմ շատ հաջող։ Արդեն 3 օր է հայկական եւ ռուսական մամուլում ակտիվ քննարկվում է Ռուսաստանում կայացած Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսական լրատվամիջոցների արձագանքներին հետևել է Գառնի Մութաֆյանը։ Խուսափողական պատասխան Եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինն ու քաղաքական թթվածնի փոխարեն իրականության սառը ներարկում։ Ռուսական ու միջազգային մամուլի գլխավոր էջերին Փաշինյանի այցն է Ռուսաստանի Դաշնություն։ Բողոքի ակցիաներ, միջադեպեր ու դժգոհություններ։ Իզվեստիան գրել է Մոսկվայի կենտրոնում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Պարբերականը նշել է, որ հավաքվածներն աջակցություն են հայտնել հայ առաքելական եկեղեցուն, պահանջելով, որ Փաշինյանը դադարեցնի միջամտել նրա ներքին գործերին։ Սակայն վերլուծությունների առյուծի բաժինը հասել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Ռուսական Պրավդան գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց իրականության սառը ներարկում ստացավ։ 10-ն էլ գրել է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի խորհրդարանի ընտրությանը ռուսամետ ուժերի մասնակցության մասին դիտողություններին։ Մեկ այլ պարբերական էլ գրել է, որ Հայաստանում ընտրությունից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրել է Եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինը։ Բոլորը համակարծիք են, որ Փաշինյանի այցը Մոսկվա կապված է խորհրդարանական առաջիկա ընտրությունների հետ։ Նման ուղևորության համար այլ ակնհայտ պատճառներ չկային այս պահին։ Որոշ հարցեր երկու առաջնորդների բանակցությունները դժվարացնում էին։ Նիկոլ Փաշինյանը սակայն կարողացավ դիմակայել ճնշմանը։ Ցարիգրադն էլ գրել է, որ Պուտինն ուղիղ եւ կարեւոր հարց է ուղղել Փաշինյանին։ Կպահպանի արդյոք Երևանը ինտեգրացիան Մոսկվայի հետ, թե կընտրի եվրոպական զարգացման ուղին։ Կարևոր փաստարկներից մեկը գազի գինն է։ Մինչ Եվրոպան վճարում է մինչև $600 1000 խորանարդ մետրի համար, Հայաստանը ռուսական վառելիքը ստանում է գնի 1/3-ով $177.50։ Պուտինը միանշանակ հիշեցրել է, որ այս գինը քարե գծի վրա չէ։ Այդուամենայնիվ փորձագետներն զգուշացնում են, որ արտաքին հավատարմության ճակատի հետևում թաքնված է վաղուց հաստատված ուղի։ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինի խոսքով Փաշինյանն արդեն արել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը։
Ռուսաստանի ներկայության նվազագույնի հասցնելը դառնում է Փաշինյանի համար առաջնահերթություն, ակտիվների վաճառքը եւ հիմնական ենթակառուցվածքների փոխանցումը երրորդ կողմի վերահսկողությանը քայլեր են, որոնք ակնհայտորեն հակասում են դաշնակիցների դիսկուրսին։ Փաշինյանին հանձնարարվել է արդյունավետորեն անջատվել Ռուսաստանից։ Սա ակնհայտորեն Եվրամիության նախաձեռնությունն է։ Այժմ լուրջ համաձայնություններ չեն սպասվում։ Բոլորը խաղում են իրենց խաղը։ Միջազգային Washington Post-ը, Reuters-ը եւս անդրադարձել են Փաշինյանի Մոսկվայցին։ Բարբերականները խոսել են կողմերի քննարկման ԵԱՏՄ-ԵՄ հատվածի մասին։ Գրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Եվրոպական միությանը միանալ ձգտող Հայաստանին։ Չեն կարողանա լինել եւ ԵՄ-ի եւ Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի մաս։ Հայաստանը, որն անցյալ տարի ստորագրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիր, որը վերջ է դրել Ադրբեջանի հետ տասնամյակներ տևած թշնամական գործողություններին, ավելի ու ավելի է ձգտում սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։ Հայաստանի հարաբերությունները իր վաղեմի հովանավոր եւ դաշնակից Ռուսաստանի հետ լարվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023-ին լիովին վերահսկողություն հաստատեց Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։ Միջազգային ու ռուսական մեդիան այս հանդիպումը ներկայացնում է ոչ թե որպես գործակցության նոր փուլ, այլ որպես Հայաստանի արտաքին կողմնորոշման շուրջ բացահայտ հակասության դրվագ, որտեղ Մոսկվան ունի կարմիր գծեր։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քննարկումների առիթ է դարձել նաև վարչապետի կրծքանշանը, որի վրա պատկերված է Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Նման սիմվոլիկ դետալները դիվանագիտական արարողակարգում կարող են արդյոք դիտարկվել որպես քաղաքական ուղերձ, մեկնաբանել է դիվանագետը։ Ավելորդ նման տարբերանշանների արկայությունը ուղերձ է տալիս, բայց արարողակարգի առումով բացարձակապես ընդունելի չէ։ Այն էլ մեծ նման մեծածավալ, ասենք, կրծքանշաններ կամ այլ արդյունք։ Միակ ընդունելի տարբերակները այդ դեպքում ազգային դրոշն է, փոքր չափի, պետական դրոշը երկրի կամ տվյալ անձի ունեցած բարձրաստիճան շքանշանը, շքանշանի փոքր տարբերակը, որը ընդունված է գրել։ Բայց պես աշխատանքային այցի ընթացքում դրանք նույնպես ճիշտ ասած շատ ընդունելի չեն եւ ուղերձ են փոխանցում, բայց ցել պարագայում այդ ուղերձի նպատակահարմարությունը բացարձակապես անհասկանալի է։ Պատկերացրեք նույն, ասենք Ռուսաստանի նախագահը գրի Ռուսաստանի քարտեզը իր կրծքին։ Հսկայական չափերին, որում ասենք, բնականաբար դա անիմաստ շեղող ատրիբուտ է, որը ճիշտ ասած ընդունված չի եւ արարողակարգի բոլոր կանոններին դեմ է։ Դու անպատճառ ինչ որ բան ուզում ես հաղորդել դրանով, բայց այդ հանդիպումը ոչ դրա տեղն է, ոչ էլ ժամանակը, որովհետև հանդիպման իմաստը հենց դա է, որ կարելի է քննարկել ամեն ինչ եւ ուղերձները կարելի է բարձրաձայնել առանց որևէ սիմվոլիկայի։ Մոսկովյան հանդիպումից ժամեր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապի նախագիծն արդեն իրականացվում է անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Օվերչուկի խոսքով Անկարայի եւ Բաքվի համար այս կապը մեծ նշանակություն ունի եւ դրա գաղափարը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ապաշրջափակման հարցը դեռ չէր քննարկվում։ Սա պարզապես տնտեսական գործընթաց է, թե քաղաքական ազդակ Երևանի համար։ Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Գնացքը չի կարող խուսափել սեփական գծերից, բայց Հայաստանը փորձում է փոխել այդ գծերը։ Ալեքսեյ Օվերչուկի ակնարկն է Հայաստանի պաշտոնական մակարդակում շրջանառվող շարունակական պնդումներին, թե երկաթուղին երրորդ երկրի են հանձնելու։ Փաշինյանը Ռուսաստան այցից վերադառնալու ժամեր անց եւս մեկ անգամ արձանագրեց. Հայաստանը խնդիր ունի երկաթուղու ռուսական կառավարման հետ։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ներդրումների ծավալից, տարիներ ի վեր կորուստներով աշխատանքից։ Իսկ ինչից է դժգոհ Ռուսաստանը։ Երբեմնի ազդեցիկ երկիրը տարածաշրջանում պարզապես հարևանի է վերածվել, եւ այդ դերը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։ Լոգիստիկ ուղիները զիջել Ռուսաստանը չի պատրաստվում։ Հարավկովկասյան երկաթուղիները այն հիմնական, այսպես ասենք, ազդեցության լծակն են լոգիստիկ առումով, որոնք ապագայում հնարավոր տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակման պայմաններում խաղալու են կարևորագույն, եթե չասեմ ռազմավարական դեր։ Ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը միջոցների է դիմում եւ չի թաքցնում այդ փաստը։ Օվերչուկն ակնարկում է, իրենք տասնյակ տարիներ են այստեղ եւ լավ ծանոթ են երկաթուղային ցանցում առկա խնդիրներին։
Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր, մենք ունենք օրինական հարցեր երկաթուղու հզորության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի։ Վստահ եմ, որ ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կնախընտրեր տեսնել Ռուսաստանի փոխարեն, նույն հարցերը կտար։ Ամեն դեպքում բարեկամ երկրները, որոնց Հայաստանը առաջարկում է վաճառել այս կոնցեսիան, արդեն հարցնում են մեզ, եւ մենք չենք թաքցնում մեր կասկածները մեր ընկերներից։ Մոսկվան տրանսպորտային ապաշրջափակումը կապում է ավելի լայն քաղաքական գործընթացների հետ։ Փոխվարչապետ Օվերչուկը փաստացի նշում է, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է բալանսի բերել տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը, իսկ ում կողմն է թեքվել նժարը։ Բալանսը Հայաստանի Հանրապետությունը չի լրացնում, այլ այն լրացվում է կամ ուժային հավասարակշռության բացը լրացվում է այլ դերակատարների միջոցով, իսկ այլ դերակատարները ըստ էության այն դերակատարներն են, որոնք հանդես են գալիս տանդեմի միջոցով։ Իսկ այդպիսի տանդեմ գոյություն ունի տարածաշրջանում մեկ տանդեմ եւ դա Թուրքիա եւ Ադրբեջանի ձևավորված տանդեմն է։ Այն, որ նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն է թեքվել, վկայում է Հայաստանի իշխանության կողմից Ղազախստանի տարբերակի ակտիվ քննարկումը, որպես Հայաստանի երկաթուղային ցանցի ապագա կառավարիչ։ Միանշանակ է արդյոք այս երկրի ընտրությունը։ Ղազախստանը նախ դա թուրքական պրոյեկտ է, անձամբ ղազախական կոնցեսիոն կառավարման հետ նույնիսկ ոնց են անձնել Անկարային կամ ավելի վատ անձնել Բաքվի։ Ցավոքսերտի Հայաստանն էլ այս հարցում փորձում է ոչ թե իր շահերը առաջ մղի, այլ հարմարվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած այսպես կոչված չեզոք միջնորդին հանձնելս Ղազախստանի։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, իրենք չեն պատրաստվում կառավարումն ուրիշին զիջել։ Այս մասին վկայում է նաև այն, որ Ռուսաստան կատարած այցից հետո Փաշինյանն ընդգծեց, Պուտինի հետ քննարկել են երկաթուղային կառավարման հարցը, բայց դեռևս որևէ լուծում չեն գտել։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական թեմաներից։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը որոշել է նրան ենթարկել 3-ամսյա տնային կալանքի։ Հիշեցնեմ, որ Սպարտակ Ղուկասյանը անցնում է մի քանի քրեական գործերով։ Նա կալանավորվել է նոյեմբերի 21-ին հաղորդակցման տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Իսկ Երևանի քրեական դատարանը մոտ 6 ամիս անց փոխել է նաև Իմնեմնիմի հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Դատարանը որոշել է նրան կալանքից ազատել եւ կիրառել տնային կալանք։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 3 աշխատակից, հայտնում է Reuters-ը, հղում անելով Իրանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսին։ Մարտինեսը հավելել է, որ այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարների պակաս չկա, սակայն վիճակը կարող է վատթարանալ, եթե ռազմական հակամարտությունը շարունակվի։ Բժշկական հաստատությունների նկատմամբ հարվածների կապակցությամբ Իրանի նախագահը դիմել է համապատասխան միջազգային կառույցներին։ Իրանի նախագահը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ ադրբեջանական մամուլի կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։ Հեռախոսով զրուցել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Քննարկվել են Իրանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, նաև Մերձավոր Արևելքում եւ աշխարհում ստեղծված վիճակը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մեր բանակը աշխարհի ամենահզորն ու ամենաուժեղը դեռ նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաջորդը կամուրջներն են, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմը գիտի, թե ինչ պետք է արվի, եւ դա պետք է արվի արագ, գրել է Թրամփը։ Այդ դուք եք ձեր զինվորներին տանում գերեզմաններ, ոչ թե Իրանը, որին փորձում եք վերադարձնել քարիդար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մաջիդ Մուսավին ի պատասխան Թրամփի սպառնալիքների, թե առաջիկա շաբաթներին Իրանին ուղղված հարվածները երկիրը կվերադարձնեն քարիդար։ Հոլիվուդյան մոլորություններն այնքան են թունավորել ձեր միտքը, որ ձեր 250-ամյա չնչին պատմությամբ սպառնում եք ավելի քան 6000-ամյա քաղաքակրթությանը, ասել է Մուսավին։
Հենց հիմա մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկրով մեկ ծավալված հզոր ազգային արշավը հավաքել է մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, դիմելով Միացյալ Նահանգներին։ Թույլ տվեք ձեզի խորոց սրտի մի բան ասել. իրանցիները ոչ միայն խոսում են իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլև արյուն են թափում դրա համար։ Մենք դա արել ենք նախկինում, պատրաստ ենք դա անել կրկին, ասել է նա։ Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի։ Այս հայտարարությունն էլ արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով Թրամփի վերջին գործողություններին։ ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը, Եվրոպայում լայնածավալ էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը, Օրբանի Կիևին վարկի տրամադրման արգելափակումը, այս ամենը կարծես Պուտինի երազանքի ծրագիր է լինի, ասել է նա։ Թրամփը համբերատար մարդ չէ, բայց չգիտես ինչու նրա համբերությունը ռուսների նկատմամբ դեռ չի սպառվում։ Այս հայտարարությունն արել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները դադարեցվել են, բայց Ռուսաստանն Ուկրաինայի հարցով կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ կազմից։ Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է կառույցի հետ կնքված հիմնական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու օգտին, թույլ տալով երկրին դուրս գալ կազմակերպությունից։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Մոլդովայի դուրս գալն ԱՊՀ-ից կունենա աղետալի հետևանքներ երկրի տնտեսության համար։ Հետագայում ընդունված օրենքները պետք է ստորագրի Մոլդովայի նախագահը, որից հետո բոլոր փաստաթղթերը կներկայացվեն ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Թրամփի ասացները չեն տարբերվում ոչ նրբանկատությամբ, ոչ էլ ընդունված չափանիշներին համապատասխանությամբ։ Այսպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել Թրամփի հայտարարությանը։ Ավելի վաղ Թրամփն ասել էր. օգնություն ստանալու համար զանգահարեցի Մակրոնին, որը դեռ վերականգնվում է կնոջ ծնոտին հասցրած հարվածից։ Եվ վերջում գրաֆիտի Անտարկտիդայում աշխարհի ամենահյուսիսային գրաֆիտին հայտնվել է Պրոգրես բևեռային կայանի վրա։ 100 քառակուսի մետր մակերեսով արվեստի գործը պատկերում է Անտարկտիդան առաջինը հայտնաբերած Ֆաբիան Բելինգսհաուզենին եւ Միխայիլ Լազարևին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութավկյանը։